Որ սերիալը լավն է լինում, ասում են դու լավ ես նկարել, որ վատն է լինում, ասում են շատ վատ են խաղում։ Եթե ներկայացումը լավն է, դերասանները լավն են։ Եթե ներկայացումը վատն է, ռեժիսորը վատն է։ Այլաբանական, չգիտեմ, սենց խենց ծուր բան են անում ու ասում են դե ով հասկացավ։ Դե լավ։ Բա մենք ինչ տեսնենք։ Բայց ժամանակակից արվեստից շատ բաներ չեմ հասկանում եւ չեմ ընկալում որպես արվեստ։ Մի հատ բանաձև կա այդ ամեն ինչին։ Սիրել, վերջ։ Բարև ձեզ սիրելի պոդպիսչիկներ, նորալիքի մարդիկ, արդեն կարող եք մնացած բոլոր ավելորդ գործերը թողնել, քանզի կարծում եմ, որ բացի իմ հաղորդումից մնացած ձեր բոլոր գործերը ավելորդ են, հա, հենց այդպես եւ ուշադրությունը սևեռել էկրաններին, քանի որ մենք կապի մեջ ենք եւ այսօրվա իմ հյուրն է շատ տաղանդավոր դերասան, իմ ընկեր եւ ինչպես ասում էր մեր դասականներից մեկը, հլասեք չէ, Երիցյան Վաչեն այսօր մեր տաղավարում, բարև Վաչե։ Ողջույն։ Ինչպես ես։ Լավ, դու ոնց ես։ Շատ լավ։ Այնքան եմ սիրում, որ հարցնում եմ ինչպես ես եւ պատասխան հարց եմ ստանում։ Գիտես շատ քչերն են հետաքրքրվում իրականում։ Իմ որպեսությամբ։ Դե հասկանալի է։ Որ ասեիր ինչ որ բան են չին, ես չի որ կարա ինչ որ բան անեի, բայց Իդեպ հետաքրքիր թեմա է, չէ՞, հենց նոր սենց առաջացավ մեջս։ Ինչ ենք մենք այդքան անիմաստ հարցնում ոնց ես։ իմաստը կորել է երևի այդ Հա, լուրջ, հարցը։ բայց Ինչ կա, որ ասենք սկսի դնել պատմել ինչ կա, պետք է այդքան լսես, իհարկե ոչ։ ինձ ամենաշատ սպանում է այն որ դուրս իրար երկու ծամը տեսնում են, որ հա բարև ու sense մեկը արդեն գնում է, բա ոնց ես բան, ու չի լսելու, հա լավ եմ, դու ոնց ես, դա արդեն չի լսվում, ես թվում։ Լավ։ Ես միշտ պատկերացնում եմ, որ այդ դիալոգը շարունակվում է, sense իրանք գնում են արդեն չեն լսում, այդ շարունակվում է խոսում։ Եթե երկու հատ ասում լավ, ուրեմն շատ լավ է։ Լավ։ Լավ։ Որ մի հատ ասում։ Չէ, դե արդեն պատմելու բան ունի։ Ինչ ես կարծում ես ինչից ենք խոսալու։ Ինչից ուզես։ Դու ինչից կուզեիր խոսենք։ Ինչից ուզես։ Դու թատրոնում ես խաղում, չէ՞, երկար տարիներ։ 11 թվականից։ Ինչ է թատրոնը քո համար։ Կապ հանդիսատեսի հետ։ Բեմ, դահլիճ ու հոկի մարդ։ Ինչ ես զգում դու ներկայացում խաղալուց։ Նայած օր։ Ասենք 3 առաջի օրը։ 3 առաջի օրը շատ լավ էր, որովհետև ներկայացում չունեի, հանգստանում էի ինձ համար։ Դե ինչ պիտի զգաս, պիտի ուշադիր լինես, չսխալվես եւ ամենակարևորը որ պիտի զգաս, այդ այն վերադարձ կապն է, որը որ հանդիսատեսից գալիս է։ Եթե չի գալիս, ուրեմն այդ օրը չես հաջողել։ Այսինքն խնդիրը քեզնից է։ Միշտ խնդիրը քեզնից է։ Ես լիովին համաձայն եմ։ Լավ, իսկ ոնց է վերաբերվում այն թեմային, որ մեր օրերում ցավոք սրտի, ցավոք մեր բոլորի համար թատրոն գնալը, այսպես ասած, ակտուալ չի մի տեսակ շատերի համար։ Չեմ կարծում։ Ինչի՞։ Թատրոն գնալը միշտ ակտուալ է, ուղղակի թատրոն ենք խառնել, ինչա նշանակում, որովհետև վերջերս թատրոնի հետ խառնվել են վատ իմաստով չեմ ասում, թատրոնի հետ խառնվել են նաև one man show-ներ, stand-up-ներ եւ մարդիկ սկսել են չտարբերել ինչա նշանակում թատրոն եւ ինչա նշանակում ներկայացում եւ ինչա նշանակում ժանրեր։ Եվ մարդը գնում է ներկայացման, ընդամենը որ գնա ներկայացման։ Հիմա հեսա թեման կշարունակենք, բայց մի հատ ասա այդ որ ասում ես մարդիկ խառնում են եւ չեն տարբերում, ի՞նչ է թատրոնը եւ ի՞նչ է քո օրինակ բերած one man show-ները։ Չէ, ամեն ինչ, եթե ես հենց հիմա ստեղ ինչ որ բան խաղամ, ասենք 2 րոպեանոց մենախաղ խաղամ, դա էլ է բան, ծես, ցուցկ, որ դե թատրոնը դրանից է սկսել։ Էդ էլ է թատրոն։ Մենք ժանրերն ենք տարբերել եւ կարեւորությունը, ինչի համար են գնում։ Ինչի համար, ժամանցի համար, ժամանցն ուրիշ բան է, մտածելը ուրիշ բան է, ժպտալը ուրիշ բան է, լիրարքա նայելու լացելը ուրիշ բան է։ Այ բայց ամեն դեպքում դու իմ ասում ես սխալվում ես, բայց այդ ընկալումը կա, ես քեզ չեմ ասել սխալվում ես։ Դե ասում ես տես չի։ Բայց ես քեզ չեմ ասել սխալվում ես։ Լավ, Վաչեն ինչ չի ասել սխալվում եմ, շնորհակալություն Վաչե։ Որ ես շատ եմ լսում այդ արձագանքը եւ իհարկե նեղվում եմ դրանից, որ ասում են, լավ, թատրոն գնանք, ցանցրալի լինելու չենք ուզում, ինչի գնանք։ Դե ալարում են մտածեն մարդիկ, հիմա տենց մի հատ ժամանակաշրջան է եղել, որ ամեն ինչ շատ հեշտ է, ամեն ինչ կարելի է մի րոպեում, մի վայրկյանում իմանալ, իսկ մտածելը դարձել է դժվար։ Ասենք կարելի է նայել Շեքսպիրի մի հատ ներկայացում, այնտեղ լիքը մտածելու բաներ կա, բայց հենց այդ պահին չէ 10 օր հետո, իսկ թատրոնը դրա մասին է, որովհետև ինքը հարցեր է բարձրացնում։ Իսկ այդ հարցերի մասին կարող ամբողջ կյանքս ես ներկայացում եմ նայել, որ մինչև հիմա հիշում եմ, բայց շատ շուտ։ Այսինքն այդ ներկայացումը ինձ համար բարձրացրել է հարցեր։ Իսկ երբ որ մարդը ալարում է մտածել, այդ ժամանակ արդեն ասում է դե լավ, հավես չկա, գնանք ավելի լավ է մի կես ժամ լավ գժանք, ելնենք հետ գանք։ Դե օրինակ իմ համար ես ներկայացում եմ գնում նայում ու եթե ինձ կապնող է այդ ներկայացումը, ես այնքան լավ եմ դուրս գալիս։
Դե որովհետև քեզ մտածելու առիթ են տվել ու դու մտածել ես ինքնուրույն, միակ բանը, որ կարողանում ես ինքնուրույն անել, դա մտածելն է։ Մանավանդ երբ որ ներկայացումը ստացված է լինում, ոնց որ կտրվես ամեն ինչից ու 2 ժամով տեղափոխվես մի հատ ուրիշ տեղ, այդ 2 ժամը ապրես ու հետ գաս։ Դա կոչվում է կատարսիս։ Ու անսահման հաճելի զգացողություն։ Այո, ներկայացումը, թատրոնը, շենքերը թատրոնների դրա համար են սարքվում։ Լավ, իսկ ինչ ես կարծում, որպես այ դերասան, հա, այսպես ասած, արվեստագետ, նաև տենց ասեմ, որ ասում ես խնդիրը նա է, որ մարդիկ չեն ուզում մտածեն կամ ալարում են կամ մի քիչ քանզի տեխնոլոգիաների դարա եւ մտածելու կարիք չի լինում շատ հարցերում, հա, մտածելը երկրորդ պլան է մղվել։ Այ ինչ կարելի է, ես երբեմն շատ եմ մտածում այդ թեմայով, այ ինչ կարելի է անել, որ մերօրյա հանդիսատեսին ամեն դեպքում կարողանանք բերենք թատրոն կանանք այդ ամեն ինչին էլի սովորացնենք, կանանք ցույց տանք, որ շատ լավ է, ոչ թե ուղակի ժամանցա, ոչ թե ուղակի ինչ որ չգիտեմ, ինչ որ մի օր երեկո անցկացնելու ձև է, այլ նաև հանդիսատեսի համար լավ, որ երբեմն գնան թատրոն ու այդ ամեն ինչից, որ մենք հենց նոր խոսում ենք շատ թռուցիկ եւ վերացական, այդ ամեն ինչից զգան։ Հանդիսատեսը մեղավոր չի, որ ինքը չի սիրում մտածել։ Հանդիսատեսին բերել են դրան։ Հիմա պետքա բերել նրան, որ հանդիսատես, ես չգիտեմ, դա վերահսկողություն է, որևէ մարմնի կողմից, թե ինչ է, թե տարիների աշխատանք է։ Ամեն դեպքում կարծում եմ, որ դա տարիների աշխատանք է։ Ինչ որ բաներ դուրս հանել, մաքրել, մի քանի տարի հանդիսատեսը թող գնա տանջվելով նայի, հետո ինքը արդեն կսովորի, որովհետև մարդու ուղեղը ու մտածողությունը շատ մեծ ունակություն ունի ինչ որ բաների սովորելու։ Ոնց կսովորեցնես ինքը տենց էլ կսովորի։ Այ որ ասում են ժողովուրդը սա է պահանջում։ Ժողովուրդը իրականում չգիտի ինքը ինչա պահանջում եւ ինքը ինչա ուզում։ Ժողովրդին դու պիտի տաս, եթե դու ես այդ ոնց որ մշակը, եթե դու ես պատասխանատվությունը վերցրել ճաշակը թելադրելու, ուրեմն դու պիտի տաս։ Ինչ ես տալիս։ Հիմա ես sense կարող ասես դու էլ նկարահանվում ես մի քանի տեղեր, որտեղ չգիտեմ, որակական առումով միգուցե քեզ կամ որոշներին դուր չի գալիս, բայց ամեն դեպքում անհատապես պիտի փորձենք մեր գործը մեր տեղում լավ անել։ Այդ թեմայի հետ համաձայն չեմ, ինչ որ հենց նոր ասեցիր, որ նկարում ես մի քանի տեղ, որ որակական առումով միգուցե դուրս չի գալիս, ընդհանրապես համաձայն չեմ։ Այդ տեսակետներ եմ շատ լսում, որ երբ որ սկսում ես ինչ որ բաներից խոսալ, այսպես ասած ես էլ եմ իմ ներսում իմ մոտ այդ տպավորությունը թողնում, բայց մեկը խոսում եմ, որովհետև եթե տպավորությունը նայեմ, ոչ մի բան պիտի չխոսամ, ոնց որ ծակ, այսպես ասած, պրոֆեսորի կամ սութի փիլիսոփայի տպավորություն եմ ինքս իմ վրա թողում, երբ որ այս թեմաներից եմ խոսում, մանավանդ որ չէ, ես իմ մասին եմ խոսում։ Այդ քո ասած պահերն էլ կա, որ միգուցե նայեն, ասեմ, լավ, բա դու ինչ ես անում, ինչ որ բանը բերեն ցույց տան, ասեմ, նա ես ինչ էի անում, որ մի հատ էլ ինչ որ բովանդակություններից ես խոսում, բայց տարբեր բաներ են։ Օրինակ դու հիմա գնում ես, միգուցե նկարահանում ես ինչ-որ պրոյեկտներում, որոնք կոնկրետ ժամանցի համար են։ Հիմա որևէ մեկին դուր է գալի, որևէ մեկին դուր չի գալիս, ում դուր չի գալիս, թող չնայ, բայց դա կոնկրետ ժամանցի համար է։ Որ մարդը, ասենք, չգիտեմ, երեկոյան միացնում է հերոստացույցը, հոգնած եկել աշխատանքից, ուզում է լիցքաթափվի, նայում է Վաչե Երիցյանին եւ միգուցե ինչ-որ ժպիտ է գալիս իր դեմքին։ Ես դրա համար միայն ուրախ եմ, փորձում եմ դա լավ անել, ասածս դա է, բայց քանի որ հիմա 99% ժամանց է եւ դրա կողքին չկան կամ քիչ կան, մի տոկոսը կան այնպիսի բաներ, որ մարդը ընտրության հնարավորություն կունենա, այդ դեպքում ես քեզ հետ համաձայն կլինեմ, չնայած հիմա էլ եմ համաձայն։ Այսինքն ընտրության հնարավորություն։ Ընտրության հնարավորություն։ Հաղորդում շախմատի մասին, հաղորդում բան կատակերգական հաղորդում, այս հաղորդումը այն որ մարդը ընտրության հնարավորություն ունենա անպայման։ Իսկ հիմա շատ քիչ է ընտրության հնարավորությունը։ Դե եթե Այդ դրա համար էլ մտածողությունը գալիս է մի տեղ է տեղավորվում։ Եթե խոսում ենք կոնկրետ TV-ից, իմ կարծիքով միգուցե սխալ է, բայց իմ կարծիքով չէ, ճիշտ ասած ես միայն TV-ից չեմ խոսում։ Ну, հաղորդումներից եթե խոսում եք, ինչ որ մատուցվում է, հա, հիմա մարդկանց, իմ կարծիքով TV-ն ինքը ընդհանուր ժամանցի միջոց է։ Հա, համաձայն եմ, բայց ես եմ ասում, ես միայն հաղորդումները չեն եղել որպես ինչ որ չգիտեմ, կրթվելու կամ ինչ որ նոր բան փորձելի, ну, նմանատիպ հաղորդումներ էլ կան, հա, բայց ինչի չկան։ Կինոն համարում ես TV, ֆիլմը, կինոն։ Չէ։ Չես համարում։ TV-ն իմ համար սերիալն է, TV-ն հաղորդումն է։ Մեր խոսակցությունը ավարտվեց։ Չէ, եթե ֆիլմը կամ այն ինչ որ, ասենք ֆիլմերը, հեռուստատեսային ֆիլմերը, իրանք շատ մեծ հնարավորություն ունեն ապագան կանխորոշելու։ Իրանք ամենամեծ ազդողն են հանդիսատեսի։ Հեռուստատեսային ֆիլմերը սերիալի մասին ես դու ասում երկարատև կամ հեռուստատեսային ֆիլմեր, հաղորդումներ, գիտաճանաչողական, մանկական, խաղարկային, ժամանցային, մի խոսքով, այն ինչ լինում է TV-ում։ Դրանք շատ մեծ ազդեցություն ունեն եւ ամենամեծ ազդեցությունն ունեն։ Եթե մարդը պիտի տրանսպորտին փոխտա գնա ներկայացում նայելու, որ ընդեղից ինչ որ բան վերցնի, TV-ն իր տանը նստած է։
եւ այդ ամենամեծ ազդեցությունն է ունենում։ Իսկ հիմա մենք ունենք փոքր TV-ներ, Այսինքն փոքր TV-ներ։ հեռախոսներ։ Հա։ Այդ տենց բաները բերում են, մտածողություն են ձևավորում։ Լավ, ես իմ խնդիրներից, հա, խոսեմ։ Ես անդադ Ասեք, ես հոգեբան եմ։ Ու մտածում եմ, ինձ թվում է շատերն էլ կունենան եւ արդի այդ թեման դրա համար կարծում եմ հետաքրքիր է։ Ասում եմ, լավ, ինչ անեմ։ Okay, այդ պահին հենց ֆիքսում եմ։ Հեռախոսս անկեղծ ներվայացած շփորտում եմ մի կողմ, գնում եմ լրիվ ուրիշ բաներ եմ զբաղվում, չգիտեմ, գնում եմ փորձում եմ մտածեմ, լավ մտածում եմ գոնե եթե ես հեռախոսի մեջ եմ ինչ-որ հետաքրքիր ֆիլմ, օրինակ զանգեմ, հարցնեմ կամ մանգամ գտնեմ, գոնե ֆիլմ նայեմ, իմանամ նոր ֆիլմ նայեցի, նոր բան չգիտեմ, տեսա։ Այս օրը անցավ, էլի անցնում, ես էլի գնում եմ նույն ծուղակի մեջ։ Ու ես զգում եմ, որ չեմ նկատում դա ոնց է լինում, եղբայր չեմ նկատում, ասում եմ մի քանի ժամ, նորից ես հասկանում եմ, արա բորջան, հերիք է, ինչ ես անում։ Այդ այս բաներ շուշուտ ասա, բորջան, հերիք է, ինչ ես անում։ Հիմա էլի 15-20 րոպեն մեկ ասա, որովհետև մենակ դու կարաս քեզ վերահսկես։ Բայց ռեալ խնդիր է, ու նաև այն օրը մտածում էի, որ մենք իմ սերունդը մոտավորապես լավ կարող է մի քանի տարի ես կողմ եկող, բայց վերջի սերունդն է, ովքեր դպրոցում առարկաները սովորել են առանց ChatGPT-ի։ Հենց այդ թեմայով շատ շուտով մի հատ ներկայացում ենք պատրաստում Սամվելի հետ Թոփալյան, որը կլինի երևի մյուս ամիս պրեմիերան կլինի, կհրավիրեմ անպայման, ինչի մասին է, որ մարդկային շփման ու դրա, այսինքն կա մեզ հնարավորություն է տված ինչ որ բաներ իմանալու, ինչ որ բաներ քաղելու, վիդեոներ նայելու, այս անելու, այն անելու, գիտենք ինչ է։ Բայց դու դա ոնց կօգտագործես։ Ինչին կծառայեցնես քեզ, ինքը ծնված է քեզ ծառայելու, ճիշտ է։ Հուսանք ինչև վերջ տենց կգնա։ Մոռացանք այդ հուսանքը, որովհետև ես էլ ունեմ այդ վախերը, չգիտեմ այդ ինչա, դրա համար արի դրա մասին չխոսենք։ Ոնց քեզ կծառայեցնես, ինչ կանես։ Եթե գիրք ես գրում, գրի տես այդ գիրքը ոնց են գրում ընդհանրապես, սցենար կամ սցենարի գրելու ձևը կամ իրավաբան ես, իրավաբանը դիմում հայց ոնց է ներկայացնում, ասենք ոնց ուզես կարաս տես ծառայեցնես, ինչ ձև ուզես։ Ընտրությունը քոնն է։ Հիմա դու ինչ կտրես, ինձ թվում է հարցը դա է։ Իսկ դրան զուգահեռ գնում է մարդկային շփումը, որը արդեն դադարում է քիչ-քիչ լինել զուգահեռ եւ դա վախենալու է։ Հա, կարող ինչ է կարող մարդկային շփումը։ Քո կյանքում վարժ դրանից ավելի թանկ բան, որ տրված է մեզ, գոյություն չունի։ Ես մարդ գիտեմ, որ չի գրվում, չի կարողանում շփվի։ Այսինքն խոսելով չի կարողանում շփվի։ Ես փառկացուց իմ ծանոթների մեջ դեռ չկա չեմ։ Բայց քիչ-քիչ տոկոսը շատանում է դրա։ Օրինակ իմ համար էլ ես չեմ պատկերացնում ինձ մի ժամ թեկուզ գոնե, որ ոչ մեկ էլ չշփվեմ։ Ինձ թվում է այդ մի քանի ժամ եթե ես ոչ մեկ էլ չեմ շփվում, ես քնած եմ այդ ժամից բացի ուրիշ ժամ չկա։ Ահավոր բան է, բայց ասենք հայր ու երեխան էլ է մարդկային շփում, երեխա ու մայրն էլ է մարդկային շփում։ Այ որ դա էլ է սկսում կորել, այդ արդեն այդ է այն բանն է, հուսովեմն է, որ տարել է այնտեղ։ Բայց ինչքան էլ որ ես հիմա ասում եմ, չէ, որ իմ համար կարևոր է դա, ես առանց դրա չեմ կարում, բայց ես նկատում եմ նաև դրան զուգահեռ, որ լիքը տեղերում այդ վերացել է ու ես դա ոչ նկատել եմ, ոչ էլ ինձ խանգարում է։ Ինչն է վերացել ներողություն։ Շփումը մարդկանց հետ ուղղակի։ Կենցաղային բաների մասին է խոսքս։ Հիմա որևէ բան պատվիրելուց էլ արդեն կարաս մարդու հետ չշփվես, չէ, մտնում ես ուղղակի ինչ-որ տեղից ցեխում ես ու պատվիրում ես։ Այդ դա եմ ասում, դա ընտրի, դա շատ հեշտ բան է, դա մեզ ծառայելու բան է, մարդկանց ծառայելու բան է, դու կարաս բանը նավիգատորը միացնես ու երկար չմտածես մի րոպե, որ փողոց ինքը ասում է, ուր գնացիր, կամ պատվիրելու համար, տաքսի պատվիրելու համար շատ հեշտ է։ Բայց երբ որ դա դառնում է արդեն քո խոսակցությունը, մտածողությունը եւ վարվելակերպը, ասում եմ մարդ գիտեմ, երկու բառ չի կարողանում ինձ հետ շփվի, բայց գրելուց լեկցիաներ է գրում։ Բայց չի կարողանում ինչ, ասենք դու խոսում ես ինքը ուղղակի չի կարողանում։ Միտքը չի կարողանում, ոչ, չի կարողանում իրա, ես աչքերի մեջ ասենք թե ենթադրենք, տես այն ինքը ինչ է ուզում ասի, դա չի կարողանում ասի։ Դու ջան, ամուսնացած ես։ Վաչե Երիցյանի բաժանության մասին ինչպես տեղի ունեցավ Վաչե։ Բաժանվել եմ, որ ամուսնացած չեմ, ինչից բաժան։ Ամուսնացած եմ։ Ոնց ես վերաբերվում ընտանիք հասկացությանը, ի՞նչ է քո համար դա։ Երևի ամենակարևոր երևույթներից ու արժեքներից մեկը։ Ես իդեպ ասեմ, որ երկրորդը։ Առաջինը։ Այս սպասում եմ այդ հարցին։ Հայրենիքը ու ընտանիքը։ Իդեպ ուզում եմ նշել, որ ես ճանաչում եմ Վաչե կնոջը, իմ շատ լավ ընկերն է, Սրբուհին։ Սրբուհին, հա։ Դու ես Սրբուհի ասում։ Բոլոր մեր ծանոթներից բոլորը ասում են Սրբուհ, ինքը ասում է Սրբուհի։ Երես չեմ տալի։ Լավ, որպես Սրբուհի սիրուն անունը։ Հա, շատ գեղեցիկ։ Չասես մինչև վերջ։
Որպես երիտասարդ զույգ, ես իմ բոլոր հյուրերը, որոնք ընտանիք ունեն, փորձում եմ անդրադառնալ այս թեմային ու այս հարցը տալիս եմ, որպեսզի քաջալերեմ բոլոր երիտասարդներին, քանզի ես ինքս որպես երիտասարդ մի տեսակ sense տագնապայնություն կա այդ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու թեմայից, որովհետեւ պատասխանատվությունը իմ համար շատ մեծ է։ Ճիշտ տեղ ես եկել։ Ահա։ Մի հատ ոգեշնչի էլի, եթե կարող ես մեզ։ Ինքը կգա, ոչ մտածի, ոչ էլ բան։ Եթե չամուսնանաս, քո փառքո պատիվն է։ Եթե ամուսնանաս, ուրեմն եկել է ժամանակը եւ դու ամուսնացար եւ քեզ ցանկանում եմ լավ ու երջանիկ ընտանիք։ Լավ, սենց մի բան հարցնեմ, որ ավելի մանրամասն մեզ պատմես ամեն ինչ։ Հա։ Դու ոնց էր քո կյանքը ընտանիք կազմելուց առաջ ու հետո տարբերությունները ո՞րն ա եղել։ Առաջ ամուսնանալուց թավաքյալի բառը կօգտագործեի, այստեղ կարելի է։ Այո։ Այդպեսին էի։ Իսկ ամուսնանալուց հետո ոչ թե ես հավաքվեցի, բան, որ տենց լավ լինի իմ կյանքում, բան, ես պատասխանատվություն եմ կրում, չէ, պատասխանատվությունը ինքն իրան եկավ։ Ինքն իրան ես հասկացա, որ այս մի արդեն ուրիշ կյանք է ու դու մտել ես դրա մեջ։ Դե տաղայից դիմացի։ Այդ բայց առանց այդ պարտականությունը, առանց ջանքեր գործադրելու ուղղակի սիրուն ապրի։ Մի հատ բանաձև կա այդ ամեն ինչին։ Սիրել, վերջ։ Սիրեցիր, կանես։ Շատերը այս թեմայով ասում են, որ հա էլի սիրում ես, էլի ամեն ինչ կանես այդ մարդու համար, բայց երբ որ շատ-շատերն են օրինակ բերել, ես չգիտեմ, երբ որ կենցաղը մտնում է կյանք, ու ձեր երկուսի կենցաղը, այսպես ասած, դառնում է մեկը, այդտեղ առաջանում են լիքը խնդիրներ, անգամ եթե սերը շատ-շատ է։ Եթե չես էլ մտնում կենցաղային կյանք, լիքը խնդիրներ առաջանում են։ Բայց էլի եմ ասում, մի ձև կա, սիրել։ Այդ սիրելը ախր տենց չէ, հարցնել եք քո համար պատրաստել, հիմա ինչ է քո համար սիրել ուզում եի հարցնել, որ անանդ որ այսքան ասում ես։ Սիրելը երբեմն հանդուրժելն է, սիրելը զիջելն է, սիրելը իր հետաքրքրություններով ու իր մտքով ապրելն է։ Ես շատ բաներ չեմ սիրում։ Սրբուկը սիրում է, ես սիրում եմ։ Հասկանում ես։ Այդ ես լիքը բան մինչև ամուսնանալը կարող է չընդունեի։ Բայց հիմա իհարկե խոսքը վատ բաների մասին, չէ՞ թե վատ բաներ ինքը սիրել, ես չէի սիրի իրան։ Բայց այդ բալանսը ո՞նց եք պահում, բայց նա ինչի մասին եմ հարցնում, որ կարա չէ՞ այդպես լինի, օրինակ ինչքան էլ հիմա դու որ ասում ես շատ բաներ չես սիրում, բայց սրբուկի համար սկսում եմ սիրել, չէ՞։ Բայց երբ որ ինքը sense անընդհատ լինի, ասենք, ես չէի սիրում, սկսեցի այս, ինչ որ մի պահ չի գա, որ դու արդեն որ սպառվես։ Սիրելուց երբեք չեն սպառվում, սիրելուց հակառակը ավելանում են։ Դու լավ բաներ ես սիրում, հասկանում ես, վատ բաները չեմ ասում։ Սիրելու մեջ մտնում է նաև այն, որ ես ասեմ ինքը ընդունի եւ հակառակը։ Ու լինում է այդպես բաներ, օրինակ ես ինչ որ բաներից լավ չասեմ լավ ասեմ հրաժարվել եմ, բայց կոպիտ բառը դա։ Ու ես հասկացել եմ, որ դա ճիշտ է։ Դա ճիշտ է ու լավ տեղ է տանում։ Իսկ առաջ ես չէի անի, ինչ ես խոսում։ Պրինցիպիալ է իր ավելի։ Հա, ինչ որ տենց պրինցիպիալ, հա, կարելի է նույնիսկ տենց ասել։ Գիտես, այդ զիջելու թեմայով իրար զիջելու, կարծում եմ ցանկացած հարաբերության մեջ կլինի դա սեր, կլինի ընկերություն, կլինի ուղղակի ընտանիքի անդամների հետ հարաբերություններ, այնքան կարևոր բան է։ Շատ կարևոր բան է, բայց տեղեր կա, որ չպետք է զիջես։ Ինչ որ պիկ կա, որ չպետք է զիջես։ Ես հիմա օրինակ չեմ ասի քեզ։ Բայց իմ համար շատ դեպքերում զիջելը քայլ առաջ է։ Օրինակ նայ։ Հիմա ես ու դու շատ մտերիմ ընկերներ ենք։ Պատկերացնենք մենք մանկուց, ասենց այն որ ընկերության ամենալավ ձևը ոնց է պատկերացնում, այդ ընկերներն ենք։ Ու մենք եկել ենք կյանքի ինչ որ դրվագում, հասել ենք ինչ որ կետի, որ մենք կռվում ենք որևէ թեմայից։ Դա։ Եթե ես տեսնում եմ, որ դու ոչ մի կերպ չես ուզում զիջես, ու ես շարունակում եմ, դա նշանակում է իմ տեսանկյունից, եթե կողմերից մեկը պիտի նկատի, եթե ոչ մեկ չի նկատում, դա նշանակում է, որ իրանք ուղղակի կամավոր հրաժարվում են այդ ընկերությունից։ Բորիս, ուրիշ բան է, չէ, չեն հրաժարվում այդ ընկերությունից։ Եթե ես քեզ չեմ զիջում, որովհետև իմ մտածմունքները այսպեսին են, իմ սկզբունքները եւ իմ աշխարհընկալումը այսպեսին է, ես չեմ հրաժարվում քեզնից քեզ հետ ընկերություն անել։ Անկամ եթե հրաժարվում եմ քեզ հետ ընկերություն անել, դու չես դադարում դրանից լինել վատ մարդ։
Իսկ եթե պատկերացրու հիմա հասկացա, ճիշտ ես ասում։ Լրիվ համաձայն եմ։ Իմ ասած նրան վերաբերում եթե ես լրիվ հասկացա քո ասածը։ Հիմա պատկերացրու դու իմ գործատուն ես։ Ու դու ինձ գործ ես տվել։ 6 ամիս մենք իրար հետ աշխատում ենք։ Ու պարզվում է, որ դու վատ բաներ ես անում, վնասում ես։ Քեզ Ընդհանրապես։ Հա։ Դու վնասող մարդ ես։ Իսկ ես չեմ զիջի։ Նայ, որ ասում եմ ցանկացած հարաբերությունների օրինակները տարբեր են։ Չէ, ոնց ասեմ, որ ասում եմ ցանկացած հարաբերությունների, այդ հարաբերությունները չեր մտնում իմ ասածի մեջ։ Ասում ես ցանկացած։ Դրա համար ասեցի։ Որից ասել ես ցանկացած։ Ախ, մի անգամ սխալվեցի ժողովուրդը հան։ Հիմա հիշացնեմ քո։ Տես լավ զիջում եմ։ Զիջում եմ։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Աչե թատրոն թե կինո։ Ոայ հարցը Դե լավ հարց է, այնքան են տվել ու միշտ նույն ձև եմ պատասխանել, որ կինոն առանձին եմ սիրում, թատրոնն առանձին, իսկապես այն կինոն էլ եմ շատ սիրում։ Թատրոնն էլ եմ շատ սիրում, բայց թատրոն։ ամեն դեպքում թատրոն։ Հա, Իսկ ի՞նչն է այդքան ձգում, որ այդ դժվար որոշման մեջ մեկը վերջի պայն է, որ ես էլ եմ միշտ համարյա նույն ձև եմ պատասխանում, եթե հարցնում են։ հենց այդ պահին լնել է։ Հետո այնտեղ քեզ մոնտաժում են։ Հասկանում ես, քո վրա գործ են անում, կարեկցիաներ են անում, գույն են տալիս, վատերը հանում են, լավերը թողում են։ Իսկ թատրոնը հենց այդ պահին է։ Հենց այդ պահին զգաց։ Հենց ու միակ արվեստն է։ Թատրոնը որ այդ պահին է։ Հենց այդ պահին է։ Երաժշտությունը արդեն գրել են։ Նկարչությունը արդեն նկարել են։ Թատրոն։ Գիտես, sense մի հատ օրինակ կա, որ ամենայն հավանականությամբ ես միշտ դրա համար եմ ավելի շատ, այսպես ասած, ընտրում թատրոնը, երբ որ հարցնում են, որ Աշխատավարձը շատ է։ Հա, անսահման միլիոնները որ ստանում են, ժողովուրդ, մեր շոկներով են փողոտում տանում մարդիկ։ Մի անգամ չեմ հիշում, բայց այս օրինակը բերեց ու շատ համաձայն եմ դրա հետ, որ կինոն ամեն դեպքում ռեժիսորինն է, ներկայացումը դերասանինն է։ Համաձայն չես։ Համաձայն եմ։ Որովհետև ներկայացման ընթացքում վարակույրը բացվում է ու վերջ, այդ դերասանինն է արդեն էլ եթե մի քիչ համաձայն չես պահում արդեն էլ ռեժիսորը այդտեղ Հերիկ Մալյանն ասում է կինոյում երկաթեղենը շատ է։ Հա, երկաթեղենը շատ է, ունդեղ տենց բան է, ավելի գործարանային պահ կա։ Բայց թատրոնում էլ կա այդ պահը։ Եթե ներկայացումը լավն է, դերասանները լավն են։ Եթե ներկայացումը վատն է, ռեժիսորը վատն է։ Տես բան կա։ բայց կա Ես ինչ էր բեմադրել, չի ասում։ բայց հա որ դու ասցի կա ու սկսեցի մտածել որ ես արձագանքները ոնց եմ ավելի շատ լսել։ Հա։ Նու խոսքը մի դերասանի մասին չասենք, բոլորը լավն էին, այն մեկը վատն էր։ Իսկ թվում է հակառակ լրիվ հակառակ արձագանքը նու տեսակետը որ ասում են տենց է սերիալների մասին եմ լսել որ սերիալը լավն է լինում ասում են դու լավ ես նկարել որ վատն է լինում ասում են շատ վատ են խաղում։ Հա։ Կարա լինի։ Դե մարդիկ երբեմն չեն հասկանում որ այդ սերիալը որը նայում են նկարվում է։ Ամեն դեպքում այնտեղ ինչ-որ գործ է կատարվում։ Իսկ ինչ որ բարձ ասեմ ախմախ դրվագ կարաս պատմես որը եղել է քո այդ ներկայացման ընթացքում հենց խաղալիս։ Ներկայացման ընթացքում։ Հա։ Ինչեւ ոչ են հիշում ասեմ շոհուր շատ ահավոր պահավոր պլանավորածից դուրս մի հատ բան է լինում բեմում ու քեզ այդքան մարդ նայում է ու այդ X-ը պետք է ուղղվի հենց տեղում դու պիտի ցեն չգիտեմ 3 վայրկյանում մտածես ինչ կարելի է անել ու ոչ միշտ է դեպ բան գալիս մտքիդ այնպես չի որ մի անգամ խաղում էինք ներկայացում որտեղ որ պետքա զադնիկը բարձրանար ու մի հատ տեսարան ունեմ ես որ պիտի գնամ շատ շուտ շորերս փոխեմ դառնամ լրիվ ուրիշ մարդ ու նենց եղավ որ միշտ եղել է այդ ներկայացումը միշտ գնացել եմ կուլիսում փոխվել եմ հասցրել եմ մուտքիս եկել եմ այս անգամ չգիտես ինչի որոշեցի գնամ զադնիկի հետևը ու այն տեսարանը երբ որ ես արդեն լրիվ հանված եմ զադնիկը բարձրացավ ու ես չեմ ջոկի սենց հակել ու նայեցի շորս վերցրի ու փախա եւ դա եղավ այդ ներկայացման ամենահետաքրքիր կտորը բայց ես չէի դեմ պատկերացնում ես հիմա այնքան եմ ափսոսում որ հենց այդ օրը այդ ներկայացման դահլիճում չեմ եղել որովհետեւ անսահման խնդալու կլիներ անսահման ես լավ էր անկյուն էր մի քիչ այն կողմը չտեսավ ես այս կողմն էի այն շատը տեսան լավ աչի ինչ է զգում այդ որ ասում ես այդ կապը քո համար կարևոր է հա որ այդ պահին հանդիսատեսի հետ
տեղի ա ունենում ու քո համար կարևոր է որ հենց այդ պահին ամեն ինչ տեղի ունենում եւ ստեղծվում։ Չէ՞ կարելի է նաեւ տենց էլ ասել, չէ՞։ Հա, ստեղծվում է, ծնվում է ու մեռնում է հենց այդ պահին։ Հա, դե դու ապրում ես իհարկե նայած ներկայացման, բայց դու ապրում ես, ասենք, մի ժամանոց, ենթադրենք, ներկայացումը մի ժամանոց մի ամբողջ կյանք։ Ու դու այդ մի ժամում պետք է այդ ամբողջ կյանքը ապրես։ Ինչ եղավ, ոնց ստացվեց, որտեղից եկավ, անգամ եթե դրանք դրվագներ են, դու պետք է մի ժամը մի ամբողջ կյանք ապրես հանդիսատեսի աչքին։ Եղել է ներկայացումներ, որ օրինակ մենք մտածել ենք այդ տեսարանը շատ խնդալու է, բայց հանդիսատեսը ոչ մի ռեակցիա չի տվել։ Եվ հակառակը։ Հենց հիմա կա մի հատ ներկայացում, որ շատ ողբերգական տեքստ եմ ասում, ու ամեն ներկայացմանը ծիծաղում է հանդիսատեսը, չեմ հասկանում ինչի։ Ինչ է կատարվում, այդ ինչն եմ սխալ անում, կամ միգուցե իրոք ծիծաղալու է, ես չեմ ընկալել դա։ Գիտես այդ թեմայով մի հատ այսպես խնդիրել եմ տեսնում, որ իմ ընկերներից եմ տեսել, երբ որ իմ ընկերները, որոնք դե մեր մասնագիտության հետ կապ չունեն, երբ որ իրանց հետ ինչ-որ կազմակերպվում ա ու գնում ենք, չգիտեմ, որևէ ներկայացում նայելու, հիմնականում բանալինում, բայց լավ, ոչ մի բան չհասկացանք։ Հա, ոչինչ։ Բացի իմ ընկերները, շատ-շատերը, օրինակ հանդիսատեսը գնում է նայելու, ոչ մի բան չի հասկանում, ասենք, ու երբեք ոչ մեկ չի մտածում, որ ինքը չի հասկացել, ոչ թե իրականում անհասկանալի էր, միգուցե ինքը չի հասկացել։ Իհարկե, մա Փարաջանովը հասկանում եմ ես։ Ինքը կա, ինքը արդեն եղած ու գեղագիտական բարձրաճաշակ բան է։ Հիմա որ ես Փարաջանով չեմ հասկանում, Փարաջանովն է վատը թե ես։ Ես ասում եմ, ոչ մեկն է վատը չի, ուղղակի ես։ Դու ես վատը։ Չէ, ես էլ չեմ վատը, ճիշտ ես ասում, չեմ հասկանում։ Եվ դա հասկանալը դա ժամանց չի, որ ես նայեմ հասկանամ, հա, եկավ դավաճանից, ասենց այդպես բան չի։ Ինքը գույն է, ինքը աչք է, ինքը նկար է, մարդու միտքն է։ Նենց որ հասկանալ չհասկանալը 8.5-ը նայ Ֆելինի ամեն անգամ դու ինչ որ հասկանում ես, հա, բայց հո տենց չի։ Ինքը իմ համար ռեժիսուրա է, նեոռեալիզմը։ Արվեստը կլինի դա, գիտեմ, ֆիլմ ներկայացում, երաժշտություն, կտավ, եթե գոնե մի հոգու մոտ որևէ բան փոխել դեպի լավը, վերցնենք այս դեպքում ներկայացումը։ Եթե, չգիտեմ, դա լիճում 500 հանդիսատեսից գոնե մի հոգին որևէ լավ դրական էմոցիայով փոփոխությամբ, չգիտեմ, լավ բանի մասին մտածելով ինչ որ լավ բան հասկացած դուրս է գալիս, իմ համար արդեն ստացված է ներկայացումը։ Հա, կա նման բան, եթե մի հոգու կպավ, ուրեմն ինքը կպնող է, այսինքն ունակություն ունի կպնելու։ Այն 499-ին չի կպել, որովհետև չի կպել։ Բայց եթե մի հոգու կպավ, ուրեմն դու հաջողել ես էլի։ Բայց դրա հակառակ կողմն էլ կա, չէ՞։ Որ այս բային մի քիչ մեզնից խոսենք, ստեղծողներից, հա, որ մարդիկ էդ էլ եմ ընդունում, կարա լինի, բայց չեմ հասկանում, որևէ այսպես ասած փախած այլաբանական, չգիտեմ, սենց խենց ծուր բան են անում ու ասում են դե ով հասկացավ։ Հա, ես ճիշտն ասած ժանրեր են, էլի ժանրեր, մեկը Բրեխտյանն է, մեկը Չեխովինն է, կան, տարբեր են, օրինակ Բրեխտն ասում է մինչև դահլիճում վերջինը չհասկանա, դու չես հաջողել։ Հասկանում ես, տենց բաներ կա։ Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ կարելի է անել այն ինչ ուզում ես ու նեղանալ, որ հանդիսատեսը չհասկացավ։ Չէ, չի կարելի։ Որովհետեւ նեղանալ իմ համար ավելի աբսուրդ է, այսպես ասած, մեջբերումներ կան, որ ասում են դե մենք անում ենք, որովհետեւ մենք սենց ենք տեսնում, հիմա որ եթե չեն հասկանում, օքեյ, թող չհասկանան։ Նորից եմ, Փարաջանովի պես ես տեսնում, տեսենքան ինչքան ուզում ես։ Բայց եթե տեսածը պրոստը մի քանի տեղերից վերցրած ինչ որ շարժումներ են ու ֆորմաներ, լավ էլի։ Ես այդ տեսակետը չեմ ընդունում, որ ասում են մենք ստեղծագործում ենք մեր համար, մենք սենց ենք տեսնում, ես չեմ ընդունում, ժողովուրդ, ոչ մեկ չվիրավորվի, եթե տենց եք ստեղծագործեք իսեր Աստծո, բայց ամեն դեպքում ինչա՞ չէ ստեղծագործություն, դու անում ես հանդիսատեսի համար մանավանդ ներկայացումը, որ մարդիկ գան նայեն։ Մադրիդում փառատոնների շրջանակներում մի հատ ներկայացում տեսա, որ եթե չեմ սխալվում Մակեդոնիան էր, թե որ ազգն էր, վերել էր մի հատ ներկայացում, մի երևի 100 հոգի բեմում կային։ Ոչ ոք ոչինչ չէր անում։ Շարժվում էին, եսի ինչեր էին անում, բան, Անտիգոնե էր, вообще կապ չուներ նախ Անտիգոնեի հետ։ Երկրորդ այդ քո ասածն էր, որ մենք սենց ենք տեսել։ Դե լավ։ Բա մենք ինչ տեսնենք։ Ընդունում եմ դա էլ միգուցե ես եմ մի քիչ անհասկացող եւ չզարգացած, այսպես ասեմ, բայց ժամանակակից արվեստից շատ բաներ չեմ հասկանում եւ չեմ ընկալում որպես արվեստ, որ չգիտեմ, ասենք ինչ որ մեկը ներկա սպիտակ պատին է, այսպես դույլով շփում ու հա, ինձ թվում է այդ էլ է տենց բան, որ մտածողությունը բերեն այդտեղ, ինձ թվում է։ Ու իմ համար ամենազարմանալին է, որ այդ բային դե բնականաբար վիզիոներով եմ հիմնականում տես բաները տեսել, ու որ տեսախցիկը թեքվում է, այնտեղ մի 30 հոգի այսպես կանգնած են,
ինքան չեմ հասկանում, անկեղծ շատ եմ փորձել հասկանամ որևէ բան։ Չէ, դե։ Անընդհատ նստում ասում լավ, որ երևի դու չես հասկանում, հիմա նստենք մտածենք, փորձենք հասկանալ, փորձենք որևէ բան կարդալ։ Այդ ամեն ոլորտում է, խոհանոցում էլ կա տենց բան։ Ինչ որ անհասկանալի բաներ խառնում են իրար, անունը դնում են չգիտեմ ինչ, ու դու այդ տիպի ուտես, որովհետև այդ բանն է իրանց ազգային ժամանակակից ուտելիքն է, դե լավ չէ։ Օրինակ եթե կա տապակած կարտոֆիլը, հա, կարծում եմ այլևս ոչ մի ուտելիք չարժի։ Դե, հա։ Բանալել։ Հա։ Լավ, աչա, մի քանի բլից հարցեր քեզ տամ։ Բլից հարցեր եւ մոտենանք մեր ավարտին։ Ամենահանճարեղ դերասանը քո համար աշխարհում։ Դե լավ, դե շատ են, ինձ համար շատ են։ Ես 3-ը նշիր, եթե մեկին չես կարող։ Բենեդիկտ, Ռայկին, Հոփքինս։ Ամենահանճարեղ ֆիլմը, որը դիտել ես, կարաս մի քանիսը նշես, եթե մեկը չես կարողանում առանձնացնել։ Պիկասոյի արկածները։ Ամենահանճարեղ գիրքը, որը կարդացել ես։ Էդել են, շատ։ Դե մի քանիսը նշի։ Արի ամենահանճարեղը ասեմ, որ մի հատ ասեմ։ Մի հատ։ Գրիգոր Նարեկացի։ Եվ վերջին հարցս ամենահանճարեղ երաժիշտ աշխարհի։ Յոհան Սեբաստիան Բախ։ Դե մի հատ էլ ես մեր բոլոր հյուրերին խնդրում եմ, տես այստեղ ու այստեղ մեր հետևորդներն են, կարող ես մի անգամից նայել նրանց աչքերի մեջ եւ շփվել նրանց հետ, եթե դու չես տեսնում, ես տեսնում եմ, նայ, քանի 1000 հոգի անստաց։ Ու ինչ որ sense լավ դրական բան, ինչ որ խորհուրդ, չգիտեմ, մի հատ լավ էմոցիա փոխանցի նրանց ու ավարտենք։ Տենց աչքերով։ Սիրեք իրար, դրանից ավելի մեծ բան չկա։ Դե ինչ սիրելի հետևորդներ, ուրեմն սիրեք իրար, քանզի դրանից ավելի մեծ բան չկա, հաճախեք թատրոն, գնացեք, որովհետև նա մտածելու տեղիք հա տալիս, իսկ մտածելը շատ լավ բան է, իսկ մենք ձեր հետ կապի մեջ ենք եւ իմ հյուրը Վաչա Երիցյանն էր։ Bye bye։